Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ։ Այսօր եւս մեկ անգամ ուզում եմ սկսել Աստվածաշնչյան մի շատ կարևոր էջից, որտեղ գրված է այսպես։ Հովհաննեսի 15:4-5 գրված է։ Հիսուս Քրիստոսն ասեց այսպես. «Կացեք ինձանում, եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղը իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե ոշտումը չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես ոշտն եմ, դուք ճյուղերը։ Նա, որ ինձանում մնում է, եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել»։ Ինչ է ասում Աստվածաշունչը, որովհետև առանց ինձ, առանց Հիսուսի, առանց Աստծո ոչինչ չեք կարող անել։ Բացարձակապես ոչինչ, սիրելիներ, անգամ գիտեք, ասեմ ձեզ ճշմարտապես, անգամ այն հացը մենք որ ուտում ենք, ֆիզիկական հացը, առանց Հիսուս Քրիստոսի այն ախորժելի չէ ուտելը։ Ուր մնաց առանձնակիորեն հոգևոր հացը, որ առանց Քրիստոսի անգամ դու այն հացի ճաշակել չես կարող։ Եվ մնացեք ինձանում եւ ես ձեզանում, սա մի պատգամ է մեզ բոլորիս հավատացյալ ժողովուրդ, որ դու լսում ես հիմա այս պահին, հասկացի, որ այն կարևորություն է իր մեջ կրկնում, երբ որ Հիսուսն ասում է. «Մնացեք ինձանում եւ ես ձեզանում», որովհետեւ մենք ճյուղերն ենք։ Մենք ճյուղերն ենք, նա ոշտն է, մենք ճյուղերն ենք նրա, եւ մենք կարող ենք միայն նրանում մնալ եւ հոգեվոր մի կյանք վայելել, երբ որ մենք նրանում պատվաստված մնում ենք։ Եվ այսօրվա խոսքը, սիրելիներ, մի շատ հետաքրքիր իմաստ ունի իրանում, իմաստ ես բազում անգամներ եմ քարոզել իմաստից, իմաստությունից, բայց չգիտեմ ինչու Տերը ամեն անգամ տանում է ինձ այս երկու խոսքերի քարոզչությանը, ես չեմ հասկանում։ Եվ այսօրվա խոսքի վերնագիրն է իմաստունը, իմաստն ունի։ Սա մի հետաքրքիր հարց է եւ վերնագիր է։ Վերջապես, եթե ինչ-որ մեկին դու ասում ես նա իմաստուն է, եւ մենք հասկանում ենք, որ իմաստուն մարդիկ այս երկրի վրա շատ կան, հարց եմ տալիս, իմաստունը, եւ սա վերնագիրն է, իմաստն ունի։ Գիտեք, մենք շատ կարող ենք ամեն ինչ լինել, բայց չունենալ։ Մենք կարող ենք լինել իմաստուն, բայց նաեւ չունենանք իմաստը։ Իմաստության իմաստի նկատի ունեմ, սիրելիս, եւ սա մենք կհասկանանք շատ շուտով, մինչդեռ որ կհասկանանք սա, ես ուզում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին երկրպագել։ Լեցրու այս վայրը Սուրբ Հոգի, լեցրու քո Սուրբ Հոգով Տեր։ Սերը Հիսուս, մարդկային լեզուն չի կարող պատմել, հրաշք է որացում ակո սերը իմ Հիսուս, որ այս մտքից երբեք չի հասնում, սերդ երբեք չի նախանձում Հիսուս, սերդ չունի իր մեջ հպարտություն, երկային ամիտ է սերդ ու քաղցրել, իրենը չի փնտրում, չի վարգանում, սերդ երբեք բնավ չի ընկնի, սերդ մնում է հավիտյան
Հավերժակը սրսիմ դրս Աստված Հիսուս սերը ագապե սերը Մաշտացարադու մեզ համար Հիսուս մեր սիրություններով աշխարհ եկավ Սիրո ծանունն ես քո հայրասերը Այդ պատճառով քեզ աշխարհ ղրկավ Գողոթա Սիրուց էր վրա դու իրուն աղացիր Եվ հավիտյան նստեցիր քո հոր աչում Որը պես բարեխաս սիրո թակավոր Սերդ բնավ երբեք չի ընկնի Սերդ բնում է հավիտյան Հավերժակը սերսիմ դրս Աստված սերը Հիսուս Այո, սիրելներ, Աստված սեր է եւ Հիսուս Քրիստոս ինքը սեր է, սիրո պտուղ է նա մեզ տվեց սիրո գրավականը, նա մեզ տվեց սիրո հնարավորություն, ամեն մեկս նստած ենք, սիրելիներ, եթե այս կյանքում աշխարհում, թեպետ եթե մենք ըմբռնենք ու հասկանանք անգամ մարմնավոր էակները իրար հետ ամուսնանալով սեր չունենան, դուք պատկերացրեք առանց սիրո կարող է երբևիցե երջանկություն, առանց սիրո գրավականի կարող է մարդը ինքը ապրել երջանիկ, սիրելներ, դա ինչ կապ ունի, դա կապ ունի, թե դա ֆիզիկական սեր է, դա կապ ունի, թե դա հոգևոր սեր է, առանց սիրո բոլորս ենք կորած, առանց սիրո բոլորս մոլորված ենք, բայց քանի որ Տերը, այո, Հայր Աստվածը տվեց մեզ իր որդի Քրիստոս Աստծուն, սիրո պտղին, այն պտուղը, որը ինքը իրենով սեր էր նշանակում, ապա մենք գտանք, մենք վերագտանք մեր սիրուն, մենք հասկացանք, որ մենք գտել ենք միակին։ Եվ այսօր ինչու եմ խոսում սիրո մասին, ինչու է ամեն ժամանակ իմ խոսքը ուղղված երկնային սիրո, որովհետև դա մեզ կարևոր է հասկանալ, որ առանց սիրո մենք կյանք չունենք, առավել ևս առանց Աստծո։ Այո, ես այսօր քիչ թե շատ խոսելու եմ մի աստվածաշնչյան հերոսի կյանքից, ես սիրում եմ նրանցից խոսել, սիրելիներ, որովհետև ամեն մեկ հերոս, որ դու երբևիցե կգտնես աստվածաշնչի մեջ, նա խորհրդավորում է մեր կյանքը, նա խորհրդավորում է թե մեր աշխարհիկ իրավիճակը, թե խորհրդավորում է նա մեր հոգևոր իրավիճակը, նրանք, գիտեք սիրելիներ, նրանք գրվել են, նրանք տեղ են գտել աստվածաշնչի մեջ, ոչ թե նրա նման համար, որ դու մատնացույց անես, ասես, վայ այս հովը կամ այն
մեկը կամ այն մյուսը, կամ Պողոսը կամ Պետրոսը, ոչ սիրելիս, նրանք տեղ են գտել, ճշմարտությամբ նրանց ամբողջ կյանքը գրվել է Աստվածաշնչի մեջ, որ ամեն մեկ հավատացյալ, տեսնելով նրա ապրած կյանքը, իր ապրած կյանքից քաղի, այն ճշմարիտ, լսեք ու շատիր, այդ մարդկանց ապրած կյանքից, որը կոչվում է Աստվածաշնչ, որը որ տեղ է գտել Աստվածաշնչյան սրտում, որ կարողանանք ամեն մեկը սկսած ինձանից նրանցից քաղել այն բարի պտուղները եւ դեն նետել այն չար պտուղները։ Դուք ինչ եք կարծում, այս բուրըն գրքերը, որ ձեռք են բերվել, 66 գրքերը, ինչի համար են ձեռք բերվել։ Որ մենք հասկանանք, որ մենք կաշտանք եւ իրականապես գիտակցենք, թե որն է հավատացյալ մարդու իրական հավատքի կյանքը, եւ այս մեզ ցույց է տալիս, եւ այսօրվա մեր հերոսն է Սողոմոնը, լսել ես նրա մասին։ Ես ամբողջ ժամանակ պիտի խոսեմ նրանից, թեպետ որ ասեմ ձեզ, Աստվածաշնչում կային հերոսներ, որոնց վերջը դեպի լավը ավարտվեց, բայց գրեթե կան մի քանի հոգիներ, որոնց վերջը վատ ավարտվեց։ Ինչու եմ այսօր ես խոսելու Սողոմոնից, որովհետև ով էր Սողոմոնը, ինչպիսին էր նա։ Մենք լսել ենք իմաստուն Սողոմոնը, նա իմաստուն էր, նա գրագետ էր, Աստված նրան տվել էր իրականում իմաստություն, որովհետև նա խնդրել էր Աստծուց իմաստությունը, մարդիկ։ Եվ ասում է Աստվածաշունչը, նաև Աստված իմաստության վրա ավելացրեց հարստությունը։ Ես քեզ ասեմ, ես քեզ ուզում եմ այս որպես հայտնություն տամ, եթե դու երբևիցե կխնդրես Տիրոջից իմաստություն կամ իմաստության հոգին, որը երկնային է, հիշիր միշտ, դու չես մնալու աղքատ կարգավիճակի, ինչու, որովհետև այս քո իմաստության ելևեջները կամ ուղին, նրանք փորձվելու են, մարդիկ։ Միշտ ուրիշ բան է իմաստուն լինել եւ ուրիշ բան է իմաստուն ապրել, սրանք տարբեր բաներ են։ Եվ այնպես ինչպես որ Աստված ասեց, դու ինձանից խնդրեցիր իմաստություն, բայց ես քեզ կտամ նաև հարստություն, Սողոմոն։ Դե հիմա քեզ տեսնենք, թե դու ինչպես կփորձես քո իմաստությունը հարստության մեջ ձևակերպել։ Մարդիկ, սա կարևոր է, դա կարող է հարստություն չլինի կամ մեկ ուրիշ բան լինի, մարմնավոր կիրքեր, հաճույքներ, եւ այսպես, ով էր Սողոմոնը, ինչպիսին էր նա, նրա ապրած կյանքի էտապները երկրի վրա։ Որպես ասենք, նախապես մի փոքր ասեմ նրա մասին, նա Դավիթ թագավորի որդին էր, երկրորդ թագավորը Իսրայելում, Սավուղից հետո այն Դավիթ թագավորն էր, որ Աստվածաշունչը ասում է, նրա սիրտը իմ սրտի նման էր։ Գիտեք, Դավիթը ահռելի մեղքեր գործեց, բայց միևնույն է, Դավիթը զղջում էր իր մեղքերի համար, եւ Տերն ասեց, Դավթի նման սիրտ Օ մարդիկ, Աստվածաշունչը ամբողջ խոսում է, որ ամբողջ Աստվածաշնչյան հերոսներից ոչ կետ մեկը, ես ասում եմ, ոչ կետ մեկը, բացի երևի թե Հովսեփից, չի ունեցել Դավիթ թագավորի նման սիրտ, որ Աստված ասել է իմ նման սիրտ ունի նա։ Եվ այս Սողոմոնը Դավիթ թագավորի որդին էր, իմաստուն Սողոմոն ասեցինք նրան, Իսրայելի ամենափառավոր, ամենահարուստ թագավորներից մեկն էր նա, որ աշխարհի վրա ասում է նրանից առաջ եւ նրանից հետո մինչեւ այսօր այդպիսի հարուստ թագավոր չի գտնվել։ Առակները ժողովողի երկոցը գրող Սողոմոնն էր։ Նայեք, նա գրել է 3 գրքեր՝ Առակաց գիրքը, Ժողովող գիրքը եւ Երկերկոց գիրքը։ Ես այս ամենը միացրել եմ, մի հետաքրքիր բառ ստացվեց Առակները ժողովողի երկոցը։ Ինչու, որովհետև այս էտապները, երբ որ ասում եմ առակները ժողովողի երկոցը, սրանք իր Սողոմոնի կյանքի էտապներն էին։ Նայեք մարդիկ, երբ որ մարդը ինչ-որ մի բան գրում է իր կյանքից, կամ լրացնում է կյանքի օրագիրը, կամ գրում է իր բնաբիոգրաֆիան, ինչպես են ասում աուտոբիոգրաֆիան, այս մարդը երբեք չի գրում ֆանտաստիկ բաներ, նա գրում է բուռն իր կյանքից ամբողջ կատարված բաները իրական։ Եվ այս Սողոմոնը գրեց 3 գիրք, որ գրքերի մեջ որ նշված էր նրա կյանքի էտապները։ Սա այնքան հետաքրքիր է, եւ Տերը ինձ տարավ այն էտապներին եւ ինձ ասեց նայի դուստր, ասեց նրա կյանքը ինչպիսի էտապներում նա ինչ է գրել, եւ շատ հետաքրքիր էր։ Նա հարուստ էր իր իմաստությունով, բայց նա աղքատ էր իմաստությունը ապրելու մեջ։ Կրկնեմ քեզ նորից սիրելիս, նա հարուստ էր իմաստությունով, իրականում Սողոմոնը ուներ իմաստություն, բայց աղքատ էր, քյասիպ էր իմաստությունը ապրելու մեջ։
Երբ որ ես քեզ ասեմ, մի մեղանչիր, մի շնացիր, մի գողացիր, իսկ ես ինքս մեղանչեմ, շնանամ եւ գողանամ, այսինքն ես այն իմաստությունը, որ քեզ տվեցի, այն նույնը ես չեմ ապրել։ Այսինքն որն է իմաստը, ընդհանրապես իմաստությունը տալու ինչ-որ մեկին, եթե դու ինքդ տվողդ դրա մեջ չես ապրում, սա շատ կարևոր է։ Նրա կյանքի ապրած 3 փուլերը, ասում եմ, նրա կյանքը դու կարող ես շատ հանգիստ ձևակերպել քո կյանքը, որովհետև այնքան մենք Սողոմոններ ունենք այս երկրի վրա, մեկ Սողոմոնը ես եմ։ Նրա կյանքի ապրած 3 փուլերը, որը սկսվեց երջանկությունից, երբ որ դուք կարդում եք Սողոմոնի կյանքը, երբ որ նա թագավոր դարձավ, նա շատ երիտասարդ էր, նա շատ ջահել էր, այսպես ասեմ։ Եվ նա ծնկեց Աստծո առաջ եւ ասեց. «Տեր, տուր ինձ իմաստություն ելնել մտնել այս ազգի, որ չափ ու քանակ չունի, որպեսզի ես կարողանամ դատեմ այս ժողովուրդը քո կամքով», եւ ասում է Աստվածաշունչը, Աստված տվեց նրան, տվեց։ Եվ սա նրա կյանքի առաջին երջանկությունն էր, որ նա ապրում էր Աստծո մեջ, որպես թագավոր, որպես Սողոմոն թագավոր, որը որ հետագայում ինչ արեց։ Սա իր առաջին կյանքի փուլն էր, երջանկություն փուլ, Աստծո հետ, Աստծով, Աստծո տված իմաստությունով, Աստծո տված փառքով, հարստությունով նա երջանիկ էր։ Եվ նրա ապրած երկրորդ կյանքի փուլը շարունակվեց ինչը։ Ես ուզում եմ, որ ուշադիր լինեք, երջանկությունից հետո եկավ ինչը։ Կռապաշտությունը, կուռքերը պաշտելը։ Ընդհանրապես, երբ որ ես ասում եմ կռապաշտություն, սիրելիս, ես չեմ ուզում, որ դու հասկանաս, սա բազմաստվածությունն է միայն։ Կռապաշտությունը կարող է տարբեր ոլորտների մեջ լինել։ Այսինքն, եթե բազմաստվածություն ունես, դու բազմաստուն ես պաշտում փոքրատար չաստվածներին, սա կռապաշտություն է։ Բայց նաև կա կռապաշտություն, օրինակ ասեմ, մի տղամարդ, որը որ իր կիշկերը հանձնում է տարբեր եւ հարյուրավոր եւ հազարավոր կանանց, սա էլ է կռապաշտություն։ Կռապաշտություն է հարստությունը պաշտել։ Կռապաշտություն է ընտանիքի մեկ անդամին պաշտել Աստծո նման։ Կռապաշտություն է այն նկարները, երբ որ նկարազարդված է, երբ որ մենք ասում ենք սա Աստծո նկարները, դա կռապաշտություն է։ Ինչու՞, որովհետեւ Աստված երբեք իր դեմքը չի հայտնել ոչ մեկին։ Այնպես որ այս կռապաշտությունը, երբ որ ես արտաբերում եմ, սրա ոլորտը շատ բավականին մեծ է, եւ ես ուզում եմ ասել, որ այս Սողոմոն թագավորը երջանկությունից հետո անցավ կռապաշտության։ Քանի որ նա ուներ բուն աղբյուրը, նա ուներ պատճառները, նաև ապրելու իմաստուն մի կյանք, բայց նրան չթողեց այն երջանկությունը, որ լի էր լցված իր կյանքի մեջ, այն երջանկությունը տարավ նրան ինչի, տարավ կռապաշտության։ Սա նրա միջնահատվածի էտապն էր, որ նա ապրում էր։ Նա ապրում էր, նա երջանիկ էր, նա կռապաշտության մեջ ապրում էր դեռ չհասկանալով, որ նրա վերջնահատվածն է լինելու ինչը։ Ինչն է գալիս վերջինը։ Կարող ես կռահել։ Ինչն է մարդու կյանքում գալիս վերջինը։ Ունայնությունը։ Սկսեց երջանկությունով, շարունակեց կռապաշտությունով, ավարտեց ինչով, ունայնությունով, դատարկությունով։ Եվ մենք այսօր այս Սողոմոնից պիտի ինչ-որ մի բարի պտուղներ քաղենք, հասկանալով, որ չմեղադրենք նրան քավլիցի երբևիցե, որ ես ինչ-որ մեկ հերոսի կմեղադրեմ, բայց մեծն սիրով եւ մեծն հարգանքով կքարոզեմ նրա բաց կողմերը, որպես բաց կողմ ես երբեք ինձ պիտի սովորեմ թույլ չտալ ապրել նրա բաց կողմերով եւ կքարոզեմ նրա պինդ կողմերը, որ նա ունեցել է, հուժգու կողմերը եւ կասեմ, այո Անահիտ, դու պիտի ապրես վերցնես նրա լավ պտուղները եւ թողնես նրա վատ պտուղները, սա է Սողոմոնի կյանքը։ Երկերկոցը, երբ որ նա գրեց, իրեններ, դուք եթե տեղյակ եք, նրա երկերկոց գիրքը նա շատ գեղեցիկ է։ Նա ընդհանրապես ունի 2 տարբեր սիրային վեպեր։ Ես քեզ ասեմ, մեկ առաջին սիրային վեպը, երբ որ դու երկերկոցը կկարդաս ու շատ անգամներ կկարդաս, մեկ անգամով կարդալ դու չես հասկանա, այնտեղ շփոթ վիճակ է, թե ինչ էր ուզում ասել քեզ Սողոմոն թագավորը կամ Աստված։ Երբ որ շատ անգամներ կկարդաս կհասկանաս, որ այն սիրո բանաձևը 2 տարբերակ ունի։ Առաջի բանաձևն է երկերկոցի մեջ, որը ֆիզիկական սիրո մասին է խոսքը, կրքի եւ սիրո եւ անհատների մասին է, սիրեցյալի եւ սիրվածի մասին է, եւ երկրորդը այն ագապե սիրո մասին է, որ մարդը կարող է երբևիցե կորցնել։ Ինչու համար եմ ասում։ Դու մեկ անգամ կարդալով դու չես հասկանա։ Դու այս գիրքը, երբ որ Սողոմոնը գրեց, նա իրականում երիտասարդ էր
եւ նա ապրում էր իր գերագույն սիրո հաճույքները իր կյանքի, թե ֆիզիկական, թե Աստծո սիրո հետ կախված, եւ նա այդ ժամանակներում գրեց այս երկերկոցը։ Երկրորդը նա գրեց որ գիրքը, Առակաց գիրքը, Առակների գիրքը գրեթե մոտավորապես նա գրել է իր կյանքի միջնահատվածում, ասենք ոչ երիտասարդ, ոչ ծերության միջնահատվածում։ Եվ այս Առակաց գիրքը այնքան հարուստ է իմաստության քարոզչական ուսմունքով, երբ որ մենք, ասեմ սիրելիս, ամբողջ Աստվածաշնչի մեջ ինձ տվել է Աստծո գիտությունը, ուսմունքը, հանդիմանությունը, ինձ տվել է Առակաց գիրքը։ Գիտեք սիրելիներ, ապտակի ետևից, այնտեղ երբ որ դու կարդում ես այն առակները, դու հասկանում ես, որ սա մեր մարդկային էությունն է։ Եվ այն առակները ինձ, քեզ սովորեցնում են ապրել ճշմարիտ։ Եվ ինչ ասենք, այս Առակաց գիրքը գրել է Սողոմոն թագավորը, Սուրբ Հոգով լեցված դեռ այն ժամանակ։ Բայց արեք, եկեք հասնենք ժողովող գիրքը, որը որ հաճախ ինձ ասում են, մի րոպե ասում են, Անահիտ, մենք չենք հասկանում, ինչպես կարող է նա այդքան բողոքական լինի կյանքից։ Դու օրինակ պատկերացնում ես մի թագավոր, մի մարդ, մի անձ Աստծո մեջ, որ սկսեց այսքան գեղեցիկ եւ այսքան երջանիկ կյանքով, նա ավարտեց իր ժողովող գիրքը, որի մեջ մենք տեսնում ենք ուղղակի նա գրեց այս գիրքը իր ծերության ժամանակ հատվածում, որտեղ որ նա Սողոմոնը իմաստուն էր, բայց իր կյանքը ապրեց նա առանց իմաստի։ Եվ սա էր պատճառը, որ նա գրեց վերջում ժողովող գիրքը։ Ժողովող գիրքը այնքան գիտեք սիրելիներ, գեղեցիկ մի բան է, որ մեզ հասկացնում է, ինչպես էլ ուզում ես ապրիր։ Ոնց ուզում ես ապրել քո կյանքը վայելիր, տարբեր հաճույքներով, ձևերով, կիրքերով, հարստությունով, մեծափառությունով, պարծանքով, հպարտությունով, ժողովող գիրքը սա է, միևնույն է, մեկ օր կանգնելու ես դատաստանի առաջ։ Եվ ինչու Սողոմոն թագավորը սկսեց այսպես եւ վերջացրեց այսպես։ Իր կյանքի վերջնահատվածում նա գտնվում էր հիասթափված եւ հոգևոր անկման մեջ։ Ինչ էր սա նշանակում։ Մարդիկ, ինչպես է հնարավոր այսպիսի հոգևոր քրիստոնյա մարդը, նա քրիստոնյա էր, նա հավատացյալ էր, թեպետ այն ժամանակ դեռ Քրիստոսը չկար, ասենք այսպես հավատացյալ, խորը հավատացյալ մարդը, ինչպես կարող էր ավարտել իր կյանքը հիասթափության եւ հոգևոր խորը անկման մեջ։ Դու կարող ես դա պատկերացնել։ Հարց եմ տալիս։ Գրեթե ինչ որ մեկը կարող է լինի էկրանների ետևում, այսպես կյանքից հիասթափված։ Ես քեզ ասեմ, շատ հեռու մի գնա։ Դու այսօր կհասկանաս դրա բուն պատճառը, ինչու ես դու հիասթափված, եւ ինչու ես դու հիասթափվել, եւ ումից ես դու ընդհանրապես հիասթափվել։ Ես չասեմ, որ դու հիասթափվում ես Աստծուց, բայց այս տեսակ մարդը, որի անունն էր Սողոմոն, նա իր մարմինը հանձնեց վերջինս կրկերին եւ անժուշկալությանը եւ կրապաշտությանը եւ ասեմ ոչ մի մարդ այս ամենը անելով իր կյանքի վերջնահատվածներում նա չի կարող երջանիկ լինել սիրելիներ միջնահատվածում էլ դու չես կարող երջանիկ լինես դու սկսելով էլ այն չես կարող երջանիկ լինես որովհետեւ Աստված մեր մեջ դրել է հոգի եւ այն հոգեղեն աշխարհը որ մեր մեջ տաճված է ու դրված է նա տալիս է մեզ իրական ապրելու բանաձևը նա մեր մեջ դաջված է հասկանում ես օրինակ ասեմ դու չես կարող բազմակնություն ունենալ քանզի Աստված քո մեջ դրել է մի կնությունը կամ մի ամուսնական մեկ անձի կյանքը քո մեջ եթե դու ունենաս եթե դու 5-6 անգամներ բաժանվես եւ ամուսնանաս դե սա ինձ չի բավականացնում այն մեկը ինձ դուրս չի գալիս այն մեկի բերանից հոտ է գալիս կամ այն մեկը մի փոքր փնտի բնավորություն ունի ասեմ սիրելիս ուզում ես տասնյակներ փոխի այն քեզ չի տանելու երջանկության Ինչու, որովհետև մենք ունենք մեկ բանաձև եւ նա աստվածային բանաձևն է մեր մեջ դրած։ Ուր էլ ուզում ես գնա, հազարավոր Սողոմոնների նման, եթե անգամ այդ իրավիճակները մեզ տրված լինի ապրելու այդ կիրքը եւ հաճույքը մարմնավոր, մեկ է Սողոմոնի նման վերջում, դու ակնկալիքի ես գալու, որը քեզ տանելու է խորը հոգևոր դատարկության մեջ։ Եվ ես կաշտում եմ առաջին թագավորաց 11-րդ գլուխը 1:4
Ասում է այսպես, եւ Սողոմոն թագավորը շատ օտարազգի կանայք սիրեց։ Բացի Փարավոնի աղջկանից, այսինքն Մովաբացիներ, Ամոնացիներ, Եդոմացիներ, Սիդոնացիներ եւ Քետացիներ, այն ազգերից, որոնց համար Տերն ասել էր Իսրայելի ոստկանցը, թե նրանց մոտ մի մտնեք, ով էր ասե Տերը, եւ նրանք էլ ձեզ մոտ չմտնեն, որ ձեր սրտերը չդարձնեն իրանց աստվածների ետևից։ Սողոմոնը սիրով նրանց հարեցավ եւ 700 տիկին կանայք եւ 300 հարճ ուներ եւ իր կանայքը նրա սիրտ դարձրին եւ եղավ Սողոմոնի ծերության ժամանակին որ նրա կանայքը դարձրին նրա սիրտը ուրիշ աստվածների ետևից եւ նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծո հետ ինչ չէր նրա սիրտը ուղիղ չէր այլևս իր Տեր Աստծո հետ ինչպես որ իր հայր Դավթի սիրտ ասում է նա բացահայտեց այն փաստը կամ ասեմ այսպես ավելի ճշգրիտ բացահայտվեց այն փաստը որ անգամ ես հարցնում եմ ասում եմ Տեր ես ամեն հարց կարող եմ իմ Տիրոջը տալ ինչպես կարող է մի տղամարդ չբավարարվել եւ ունենալ 1000 կին իր կյանքում չէ սիրելիներ եկեք մի բան հասկանանք ինչպիսին պետք է լինի մարդը ինչպիսին պետք է մարդը լինի իր կյանքում իր էությունով, որ ինքը այն բավարարությունը չզգա 10 կամ 20-ի մեջ, այն բավարարությունը անգամ չզգա 100 եւ 200-ի մեջ, ես ուղղակի ինձ հարց եմ տալիս, ես ասում եմ Տեր, եթե Սողոմոնն է ներիր ինձ Տեր Աստված, եթե Սողոմոնն է այդ մարդը, ով որ հավատում էր քեզ, ապա ով է իրական հավատացյալը։ Նայեք սիրելիներ, նրա անգամ այդ ֆիզիկավոր հաճույքները մարմնավոր մատերիան չկարողացան նրան երջանկացնել։ Ես ուզում եմ քեզ մի փաստի առաջ կանգնեցնել, որ ոչինչ այս կյանքում եւ նույն է, ոչ մի մատերիա, ոչ մի մարմնավոր գիրք քեզ չի տանելու երջանկության գիրկը, որովհետեւ ասեմ ինչու։ Ժողովող գիրքը ներկայացնում է նրա բացասական դիրքը եւ հայացքը հուսալուկության մեջ։ Երբ որ դու բացում ես ժողովող գիրքը, հենց սկզբանից, ի սկզբանից սկսվում է նրա տրտունջները։ Բայց շատ բարի է սա որ սկսում է։ Սա կարևոր է հասկանանք, ինչ եղավ քեզ Սողոմոն թագավոր, քանի որ դու ուներ ամեն ինչ աշխարհում եւ նաեւ ուներ Աստծուն, եւ ինչպես եղավ որ մարդիկ ինձ հարցնում են, ասում են մի րոպե ասում են, եթե նա հավատացյալ է, եթե նա Աստծո ընտրված անոթ էր որպես թագավոր եւ որպես այսքան գրքեր գրող խորհրդատու, ինչպես եղավ որ նա սկսեց բողոքել, դիալու այդ մարդուն բացատրիով հասկացրու, սիրելիս, երբ որ դու կաշտում ես ամբողջ ժողովող գիրքը պիտի կաշտաս, դու պիտի չկաշտաս ուղղակի մի ցիտատ եւ ուղղակի համոզվես, որ նա այս պահը բողոքեց Աստծուց, բայց մյուս պահները քեզ կարևոր հասկանալ ինչ է ասում նա, ինչու էր նա Սողոմոն այդ իրավիճակին, նա դա ամբողջ ժողովող գրքի մեջ գրեթե թափանցիկ ներկայացրել է մեզ բոլորին։ Բացասական դիրքը հայացքը հուսալուկության մեջ։ Առակներ գրող իմաստունը շուտով իր կյանքը վերածեց երկոցի, որտեղ նա հասկանում էր, որ մեկ մաշտուն հասնում է մեկ կին, բայց այն իր կյանքում չիրականացվեց։ Նա հասկանում էր, մենք էլ ենք այսօր շատ բաներ հասկանում, մարդիկ։ Նա հասկանում էր, նա գրել է այդ գիրքը, երբ որ դու կարդում ես այն գիրքը, դու հասկանում ես, որ այսպիսի օրենքին նվիրված Աստծուն մարդ, այսպիսի բաներ նա գրած մարդ, բայց հանկարծ ապրի մի տարօրինակ շուռ եկած կյանք եւ չիրականացվեց նրա կյանքում նրա գրվածքը։ Կարող է նա մեր կյանքում իրականանա, կարող է նա այն ամենը գրել էր, որպեսզի իմ եւ քո կյանքում այն իրականանա, ինչ գիտես։ Ինչու է այնտեղ առել Սուրբ գրքի մեջ, ինչու է այնտեղ առել Սուրբ գրքի սրտի հատվածում։ Այո, ինչ որ մի պատճառ կա դրանում։ Եվ ես հիմա կաշտում եմ Երկերկոց 6-րդ գլուխ։ Ութը ինն եմ կաշտում։ Ասում է այստեղ, անգամ ինքը գրել էր դրա մասին, 60 են թագուհիները եւ 80 հարճերը։ Ուղղակի այստեղ մի ավելի զրո ավելանում է, էլի։ Եվ 80 են հարճերը եւ օյրոշտներին թիվ չկա։
բայց ասում է. մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը, նա միամոր է, նա ընտրված է իր մոր համար, աղջիկները տեսան նրան եւ նրան երանեցին, թագուհիներն ու հաշճերն էլ գովասանեցին նրան։ Եթե այն մի հակը, այն միամորը մեկ հատիկ էր, Սողոմոն այստեղ խոսքը հազարի մասին է, չասեմ հազարների, հնարավոր է որ նա հազարներ էլ ուներ կողքից, բայց մեկ հոգու մասին էր այստեղ խոսքը։ Ինչպես կարող է մեկը երբևիցե 1000 դառնալ, մեկ անգամ իրավունք չունի սիրելիս 2 դառնալ, եթե գրված է, եթե օրենքում գրքում գրված է, ապա գրված է, այսպես է Աստծո կամքը, եւ մենք հասկանում ենք լիարժեք եւ լիովին, որ այն փոխելը ընդամենը ինչու էր նա գրել ժողովողը եւ ինչու էր այնտեղ գտել Սուրբ գրքի սրտում, որովհետեւ ուզում էր Սողոմոն թագավորը ստապեցնել ամեն մեկիս, ստապեցնել ամեն մեկ Աստծո ծառային նա ուզում է այսօր ստապեցնել, նա ուզում է ամեն մեկին ասել մարդկանց, ովքեր ապրում են առանց Աստծո, եւ ես հավանականությունը 99.9% եմ տալիս, որ Սողոմոն թագավորն ապրել է առանց Աստծո։ Եթե դու կարող ես ինձ հանդգնել եւ ասել ոչ, նա ապրել է Աստծով, ապա ես քեզ հարցեր կարող եմ տալ, ասել մի րոպե, եթե նա Աստծով ապրել է, բա նրա կրապաշտությունը, եթե Աստծով նա ապրել է, բա նրա դժբախտությունը, եթե նա Աստծով ապրել է, ապա նրա ունայնություն ու դատարկությունը կյանքին, հասկանում ես, որ նա ապրել է առանց Աստծո եւ առանց Աստծո խոսքի։ Նա հավատացյալ էր։ Սողոմոն թագավորը, մենք հասկանում ենք, որ նա Աստծուն տեսնելով երազի մեջ, նա հավատում էր Աստծուն, նա հավատում էր Աստծո գոյությանը, որովհետեւ բազում հրաշքներ նա տեսել էր, երբ որ նա մանուկ է եղել իր հոր կյանքի մեջ, բայց նա ապրեց որպես հավատացյալ առանց հավատքի գործերի։ Կարող ես դու ասել այո, նա ապրեց առանց հավատքի գործերի։ Իմաստուն էր նա, բայց նա ապրեց ամբողջ իր կյանքում մի անիմաստ կյանք։ Որն է անիմաստ կյանքը։ Գիտես ինչ անիմաստ կյանքը նա է, երբ որ մարդը մի փոքր մի տեսակ ապրծպր է ապրում, գիտեք։ Ուղղակի նա չունի սկզբունք։ Ես ասեմ, սկզբունքն է կարևոր մեր կյանքում սիրելիներ, երբ որ մենք Աստվածաշունչը ասում է, կարծեմ Առակաց գիրք ասում է, մեր ամբողջ ժամանակները անցկացնում ենք ապրծպր կերպով։ Որտեղից է սա գալիս։ Գալիս է այնտեղից, որ մենք իմաստությունը մեր մեջ չունենք, իսկ եթե անգամ ունենք էլ, այն մենք չենք օգտագործում։ Նա ուներ շատ բարձր կարգավիճակ։ Սողոմոն թագավոր ուներ փառք, պարծանք, վայելք։ Նա ուներ աշխարհում ամեն ինչ, ինչ որ մարդուն տրված էր ապրելու, թագավորելու ամեն կերպով, բայց նրա կյանքը բայց այն ամենը նրան թողեցին դատարկ եւ ունայնացած։ Թողեցին սիրելիներ։ Այսինքն այն ամենը ինչ որ նա ուներ, որ նա մտածում էր, նա գիտեք ով էր ոմն մեկը Սողոմոնը, նա ինքը իր մասին էլ մեծ կարծիք ուներ։ Նա գիտեր ով էր ինքը, բայց ասում է, այն ամեն ինչ նա ուներ թողեց նրան դատարկ եւ ունայնացած։ Եվ կաշտում ենք հիմա Ժողովող գիրքը առաջի գլուխ։ Երկրորդ համարը, այստեղ ասում է, ունայնություն ունայնությանց, ասեց ժողովողը, ունայնություն ունայնությանց, բոլորը ունայն է։ Գիրքը սկսվում է այս բառերից։ Ժողովողը սկսում է այս գիրքը այս բառերից, սիրելիներ։ Ամեն ինչ ունայն է, այսինքն ոչինչ չկար նրա կյանքում, երբ որ այս ժողովող գիրքը դու ընդհանրապես 12 գլուխ է, եթե չեմ սխալվում, ընթերցես բոլորովին, դու կհասկանաս, որ Սողոմոնի համար ամեն ինչ դարձել էր ունայն։ Նա այս գրքով արտահայտեց ինչ է իր կյանքի զղջումը։ Ինչ էր ուզում նա ասել այս ամեն ինչով։ Նա ուզում էր ասել, որ զղջում եմ, ցանկանալով քեզ հայտնել իր կյանքի ոչ բարեկեցիկ ընթացքը։ Այո, սա է պատճառը, որ այսօր մենք կաշտում ենք եւ սովորում ենք եւ հասկանում ենք, որ ինչու այս ամենը կատարվեց նրա հետ, իսկ ինչ Սողոմոնից ինչ է ես լավն եմ,
Ինչ ես կարծում, կարող եմ երբևիցե նրա իմաստությանը հասնել, ոչ, բայց ապրում ենք ուղղակի ունայնացած եւ դատարկվածած մեր կյանքերում, որովհետեւ չենք հասկացել ինչ ենք անում։ Հնձում էր Սողոմոն այն ինչ որ ցանել էր իր կյանքում։ Նա ուղղակի այդ վերջին տարիներին իր կյանքի հնձում էր այն ցանածը ինչ որ ցանել էր, որովհետև նա ցանել էր քամի եւ հնձում էր իր կյանքի մրիկը։ Ես ասեմ սիրելիս, ես չեմ խոսում ֆիզիկական մրիկի մասին, ես խոսում եմ նրա հոգեվոր կարգավիճակի մասին։ Իսկ որքաններս ենք այսօր տարապում, տոչորվում, ոչ թե մեր ֆիզիկական վիճակի, մենք կարող ենք բարեկեցիկ վիճակ ունենալ եւ ստատուս, կարգավիճակ ունենալ, բայց տոչորվել հոգեվոր իրավիճակից, սա ցավալի մի փաստ է նրա կյանքում։ Մարդը իրավունք ունի ապրելու երջանիկ։ Ամեն մեկ մարդ ծնված այս աշխարհի վրա, նա ունի այն մեծագույն իրավունքը սիրելիս ապրելու եւ այդ իրավունքը տվել է Աստված մեզ երջանիկ ապրելու երկրի վրա։ Բայց մարդը չի կարող առանց Աստծո ապրել երջանիկ։ Ես ուզում եմ այն քեզ քո սրտի մեջ մեծ ընդաճել բառերով, առանց Աստծո մարդիկ մենք չեն կարող ապրել երջանիկ։ Դու մտածում ես դա։ Դեռ պատկերացրու, 1 ամիս դու Աստվածաշունչն ու խոսքը թող։ Ասում եմ քեզ հավատացյալ, 1 ամիս դու փակի գիրկդ ու դու կտեսնես, թե քո կյանքի վիճակները ոնց են ծանրանալու։ Ես ճանաչում եմ այսպիսի մարդկանց, որ հոգևոր տոճորվում են մարդիկ, բայց փակել են Աստվածաշունչ, ասում են բացեք, կաշտացեք, նորից եկեք Աստծուն, նա քեզ կընդունի, բայց մարդիկ ասում են դե ժամանակ այնքան կարճ է եւ ժամանակ այնքան թանկ է այս կյանքի դատարկ գործերի համար, որ մենք ընտրում ենք ավելի ճիշտ այս կյանքի դատարկ գործերը, քան թե Աստծո խոսքը, որ մեզ պիտի տար կյանք եւ երջանկություն։ Այսպես էլ Սողոմոնն էր, նա թողել էր Աստծուն, նա թողել էր Աստծո խոսքը, քանի որ նա տարված էր կռապաշտությունով, բազմ աստվածություններով, քանի որ նա տարապում էր բազմակնությունով, այսպիսի մարդը երջանիկ լինել չի կարող։ Ինչու մարդիկ հարց տվել ես քեզ, ասում է Աստվածաշունչը, Աստված մարդուն ստեղծեց ում պատկերով, սատանայի պատկերով։ Ինչ ես կարծում, Աստված մարդուն ստեղծեց սատանայի պատկերով, ոչ Աստծո պատկերով։ Իսկ մենք գիտենք, որ հավիտյանս հավիտենից գոյ է հայր ոշտի Սուրբ Հոգի անունը եւ էությունը եւ աստվածությունը։ Նորից եմ կրկնում, այնտեղ դեռ 4-ը չի ավելացել։ 4-ը մենք կարող ենք ասել դու կլինես, բայց այնտեղ ոչինչ չի ավելացել։ Ու այս որքան որ Աստվածաշունչը մեզ հետ է տանում է ճանաչելու Աստծուն, սկսած Ադամից ու Եվայից, մենք տեսնում ենք Հայր Աստծո գործերը, որը հին ուխտում էր, հիշեցնեմ, որդի Աստծո գործերը, որը նոր կտակարանում էր, եւ Սուրբ Հոգի Աստծո գործերը, որը որ սկսվեց գործ կառակելոցից մինչև այսօր եւ հավիտյանս հավիտենից մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ այս 3 միավորումները, Հայր, Որդին եւ Սուրբ Հոգին, սրանք իրար մնացել են հավիտյանս հավիտենից։ Հավատարիմ։ Իսկ դու 4 ուր ես։ Ուր է քո հավատարմությունը Աստծո մեջ։ Փակել ես գիրկը, դարձել ես Սողոմոն, տոճորվում ես հոգևոր տառապանքների մեջ, ասեմ, հեշտացնեմ քո վիճակը, բացիր կարտա ժողովող գիրկը, որ ամեն բան ունային է այս կյանքում առանց Աստծո։ Սիրելիս, ամեն ինչ ունային է, հասկացիր։ Ունային է նաև քո բարձր աշխատավարձը առանց Աստծո։ Հավատացած եղեք մարդիկ։ Եթե ինչ որ մեկը ինձ ասեր հարստություն, թե Աստված, ես կասեի, Աստծո առաջ եմ ասում, գրագետ կրկնում եմ այս խոսքերը, ես կընտրեի ժայռի խոռոչները, այն մեր Գրիգոր Լուսավորիչի նման կընտրեի այն 19 մետրանոց փոսը, որտեղ որ իմ հետ կնստեր 24 ժամ Հիսուս Քրիստոսը, քան թե ես կընտրեի մի ինչ որ տրտատ թակավորի, ով որ կույսերին բռնաբարելով ման էր գալիս։ Ոչ սիրելիս, Քրիստոսին եմ ընտրում, անգամ սոված եւ անգամ ծարավ 24 իմ ժամը, թող որ նա իմ կողքին լինի, ուրիշ ոչինչ չեմ ուզում, աշխարհ չեմ ուզում, հարստություն չեմ ուզում, եթե ես հարստություն ցանկացող մարդ լինեի, հարստությունը չէի տա Աստծո խոսքի համար։ Կներեք, այս արտահայտությանս համար, այս ուղղակին բերանից փոքր թրիչ կկատարեց։
Եվ հիմա շարունակում եմ, ինչու՞մն էր։ Նրա լեքսիկոնի մեջ խորը դաջված էր ունայնությունը եւ քամի աշխատանք, ամբողջ ժողովող գիրքը, երբ որ դու կարդում ես, ասում է ունայն էր եւ քամի աշխատանք։ Ո՞րն է դա։ Դու նկատել ես վերջին օրերը, թե որքան քամին իր աշխատանքը տարավ։ Դու նկատում ես այս քամիները եւ այս կարկուտները եւ այս անձրևները տեղը առատ, ինչեր կատարվեց մեր Գյումրի քաղաքում, տարածքներում եւ այլն։ Քամիի աշխատանք։ Դու հասկանում ես, որ քամին այնպիսի մի միջոց է, որ քո աշխատանքը մաքրում տանում է։ Մաքրում տանում է, սիրելիս։ Ես հոգևորապես ասեմ, դու հասկացի նաև ֆիզիկապես։ Հակառակ ես ասեմ, քեզ ֆիզիկապես է, դու հասկացի հոգևորապես է, նա տանում է, ամեն ինչը քամին տանում է, քամի աշխատանք է։ Եվ Սողոմոնն ասում է, այնինչ ամբողջ իմ կյանքում արել եմ, այն եղել է ունայն եւ քամի աշխատանք։ Ինչու Սողոմոն։ Համենայն դեպս մեկ բանից ես քեզանից գոհ եմ։ Դու գոչես։ Համենայն դեպս մեկ բանից ես գոհ եմ, որ այս գրքերի մեջ տեղ է գտել քո 3 գրքերը, որոնք որ իմ կյանքը փոխել են առ այսօր եւ ելի կփոխեն։ Ես դասիրակվում եմ ամեն օր, սիրելիս։ Ես դեռ սրբացած չեմ եւ սուրբ չեմ։ Կարող է եւ փոքրատար սուրբ կոչվեմ, քանի որ կյանքս նվիրել եմ Քրիստոսին, բայց ամեն օրը մենք սրբանում ենք։ Ամեն օրը մեզ Աստծո խոսքը լվանում եւ մաքրում է։ Չկա այնպիսի հավատացյալ քրիստոնյա ծառայող քարոզիչ, որ ասի ես արդեն պատրաստ եմ եւ աշխարհի ամենամեծ սուրբն եմ, եւ այն ժամանակ մենք կարող ենք միայն ասել հրեշտակների թևերը ուր են։ Չկա այդպիսի բան։ Մենք սրբանում ենք, բայց սրբանում ենք աշտալով, սրբանում ենք հասկանալով։ Կաշտում եմ Սույն գրքի 12-17-ը։ Ասեց. ես ժողովողս թագավոր է Իսրայելի վրա Երուսաղեմումը, եւ իմ սիրտը տվի, ուշադիր եղեք, որ որոնեմ եւ քննեմ իմաստությամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ։ Հասկանում եք, ժողովեմ եւ քննեմ։ Սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որ նրանով զբաղվեն։ Ես ես այն բոլոր գործերը երկնքի տակ գործված եւ ահա բոլորն ունայն էր, քամի աշխատանք էր։ Ծուռը կարող չէ ուղղվել։ Նայեք, իմաստուն խոսքեր են սրանք։ Կարծում ես, ծուռը կարող է ուղղվել։ Չի կարող։ Ինչու՞։ Եվ պակասնորդը կարող չէ հաշվել։ Ես խոսեցի իմ սրտի հետ եւ ասեցի, ահա ես մեծ եմ եւ իմաստությունով ավելի հարուստ, քան թե Երուսաղեմում ինձանից առաջ բոլոր եղածածները եւ իմ սիրտը շատ իմաստություն եւ գիտություն է տեսել է, այլևս չունի տեսել է, հա։ Ես իմ սիրտը տվի իմաստություն հասկանալու եւ գիժություն, այսինքն գժություն ու հիմարություն հասկանալու, հասկացա, որ սա է եղել քամի աշխատանք։ Ինչը, նորից կրկնեմ, նրա սիրտը, որ նա տվել էր իմաստությունը հասկանալու եւ գիժությունն ու հիմարությունը հասկանալու։ Անկամ սա ասում են նա, որ սա է եղել քամի աշխատանք։ Որովհետև շատ իմաստության հետ շատ տրտմություն կա, սա ավելացնում եմ եւ գիտությունն ավելացնողը վիշտն է ավելացնում։ Այսինքն Սողոմոնը ամեն ինչ տեսել էր, ամեն ինչ ուներ, ամեն ինչի ետևից ընկած փնտրտում էր, բայց նա չուներ մեկ բան, նրա ուներ, բայց չմնաց նրան վերջում իր երջանկությունը։ Իր կյանքի ինչ էր փնտրում դրանպես Սողոմոնը, սիրելիներ, կրապաշտության, բազմաստվածության, բազմակնության, հարստության, պարծանքի, հպարտության մեջ ինչ էր նա փնտրում։ Ինչ կարող ես ասել։ Իմաստ էր փնտրում նա։ Հարց եմ տալիս քեզ։ Այդ ամեն ինչ որ թվեցի եւս մեկ անգամ չթվեմ, դու կարող ես գտնել իմաստ։ Չես կարող։ Բայց այն ինչը նա փնտրում էր, նրան ուղեկցեց իսկն հակառակ ուղղությամբ։ Դատարկության եւ ունայնության։ Այո, Սողոմոն թագավորն այսպես է մահացել։ Մենք չգիտենք, քանի որ նրա մասին գրված չէ, թե ինչպես նա իր հոգին տվեց Աստծուն, բայց հասկանում ենք, որ սա ժողովողը իր կյանքի ծերության հասակում գրված գիրքն է, որ մենք հասկացել ենք նա ապրել է զղջում, հասկացել ենք, թե ապաշխարել է, թե ոչ, մենք չգիտենք, բայց նա ապրել է զղջում։ Ես հասկանում եմ, որ եթե մարդը ապրում է զղջում, դա ապաշխարանքի արդեն իսկ սկիզբն է։ Սիրելիներ, եթե մարդը ինքը ապրում է զղջում, սա ապաշխարության առաջին քայլն է։ Եթե դու կանգնում ասում ես, դե լավ եմ անում, իմ մարմինը ինչ ուզում եմ անում եմ, դե լավ եմ անում, խապում եմ, գցում եմ, գողանում եմ, ուրանում եմ, հա? Դա
ապաշխարության ոչ մի բույն նշույլ դրա մեջ չկա, բայց երբ որ մենք ասում ենք Տեր, երեք օրինակ ես ինչ որ մեկին խոսքի օրինակ եմ ասում, խապել եմ Տեր, զղջում եմ, մինչև հող ու փոշին ես զղջում եմ այն, ներիր ինձ, սա ապաշխարության սկիզբ է սիրելիս, որ դու ծնկում ես եւ ասում ես Տեր ներիր ինձ, զղջացել եմ, մինչդեռ որ քո շուրջ Տերը այն կարտաբերեն ու կարտահայտեն, Աստված քո սրտին է նայել եւ հասկացած եղի, որ քո ներումը քեզ տրված է այդ պահից։ Քեզ պետք չի որ Տիրոջը 10 անգամ հարցնես, ներեցի՞ր թե ոչ։ Եթե սիրտը զղջումն ապրել ու դու գիտես, իրապես քո սիրտը ապրեց զղջում ինչպես Սողոմոնը, ապա դու ներված ես։ Պետք չէ քեզ անգամ ներողությունը, որովհետև առաջին ներողությունը հենց սրտի զղջումը մարդկային։ Հասկացեք։ Եվ կաշտում եմ երկրորդ գլխի 17-18։ Ասեցի, Սողոմոնն ասում է, եւ ես ատեցի կյանքը, ինչպես Սողոմոն, այդքան կյանքը սիրող մարդը, ինչպես կարող էր ատել կյանքը։ Կաշտացեք այս գիրքը, սիրելիներ, ասում են, որ քո կյանքը կփոխվի այս գիրքը կարդալով։ Ասում է, ես ատեցի կյանքը, որովհետև զզվելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը, որովհետև ամենունայն եւ քամի աշխատանք։ Ինչ էին արեգակի տակին գործված գործերը, ինչ էին զզվելի։ Ինչ է նշանակում դա։ Ինչու համար էր այն զզվելի, որովհետև սիրելիս, երբ որ մարդը ապաշխարում է, երբ որ մարդը ասուն է գալիս, երբ որ մարդը հասկանում է, որ նա երջանիկ չէ, նա ինքը իրենից պիտի զզվի։ Ես ասեմ քեզ, առաջին զզվանքը իմ կյանքի ապրել եմ 2015 թվականի նոյեմբերի 10-ին։ Երբ որ այս միկրոֆոնը լսափող իմ ձեռքին ես դավանում էի Տեր Հիսուս Քրիստոսին, առաջի կյանք, առաջի պահը ես ապրել եմ զզվանք իմ անձի նկատմամբ։ Ես պարս այս քարոզում եմ քեզ։ Ես հպարտանալու, մեծանալու, պարծենալու ոչ մի տեղ չունեմ, քանի որ իմ պարծանքը Հիսուս Քրիստոսն է։ Առաջի իմ քայլը, որ ես ինձանից զզվել եմ, եղել է այն, որովհետև հասկացել եմ, որ կյանքը ունային է, գրեթե Սողոմոնի նման, գրեթե։ Ես Շեմասի նման իմաստուն եմ եղել Քավրիցի, բայց զզվել եմ, ասում է, արեգակի տակի գործած բոլոր գործերից զզվեցի։ Եկեք չթվենք, թե նա ինչ գործեր է գործել եւ ինչից է նա զզվել։ Եվ սա իրական ապաշխարող մարդու էությունն է։ Այսպիսի կյանքը չունի խարիսխ եւ հենակետ սիրելներ, այն լցված է ուղակի դատարկ ճշմարտությունով։ Սողոմոնի նման մի կյանքը, որ ասում է ամեն ինչը ունեցել եմ, բայց չունեի խարիսխ։ Սա ուղակի կյանքի դատարկությունն է, որ դու հասկանում ես անգամ եթե քո նավակը ծովի վրա փոթորկի մեջ լինի, դու անգամ նավակիդ մեջ չունես մի խարիսխ, որ դու գցես ծովը, որ քեզ պահի, քամիները չպատառեն քեզ, ասեմ նավակը դու ես, այս ժամանակ քեզ պետք է խարիսխ, որը որ չուներ Սողոմոնը, բայց մեծն սիրով ես ուզում եմ նա ուներ, բայց չուներ։ Նա ուներ իմաստություն, բայց իմաստը չուներ։ Նա ուներ մաստվածություն, բայց Աստծուն չուներ։ Սիրելիներ, սա հարց է, բայց Սողոմոնը սկզբից ուներ Աստծուն մեծատար։ Ուներ։ Ինչ պատահեց։ Սողոմոն ինչ պատահեց, որ պատահական սկսեցիր այդքան սիրել մամոնային եւ այդքան ուղակի կողքի դնել քո մեծատար Սուրբ Աստծուն։ Սողոմոն ինչ պատահեց քեզ։ Փողը գրավեց քեզ, թե փողի հոտը այնքան հաճելի է շնչել, կարծես թե շանել 5 լինի, հա, այսպես ասեմ, որ հասկանանք։ Մարմինի հաճույքները եւ կիրքերը ինչ ուզում էին լինի, նրանք չունեն։ Ես ասեցի, ինչ ուզում էին լինի սիրելիս։ Ես չեմ կապում միայն մարմնավոր այն կիրքերի մասին։ Ինչ ուզում ես դու մտածիր, այն չունի ոչ խորություն, այն չունի բարձրություն, այն չունի հաստատություն։ Դու գիտես ինչ է հաստատությունը։ Հաստատությունը գիտես ինչ է։ Ես հիմա կանգնած եմ հաստատության վրա, իմ ոտքերի տակը անդունդ չէ։ Հասկանում ես, որ Աստված ասում է բաժանեց երկինքը եւ երկիրը, ասում է երկու ջրերը բաժանեց, ասում է առաջի ջրերը հաստատությունը երկինքն էր եւ երկրորդ ջրերը երկրի վրա, եւ այն հաստատությունը երկիրը չէ, որ դու քո ոտքերով զգում ես այն մատերիան հաստատությունը Աստված է, եթե դու Աստծո մեջ կանգուն չես, եթե դու Աստծո մեջ կանգնած չես, ապա դու չունես հաստատություն։ Եվ նորից եմ կրկնում, կյանքի ամեն մի ֆիզիկական հաճույքներն ու կիրքերը, որին ուզում ես դու կապի, այն չունի ոչ բարձրություն, ոչ խորություն, անդունդ է այն սիրելիս, որովհետև այն
իրենում չունի հաստատություն։ Դու չես կշտանում ոչ խորությունից, դու չես կշտանում ոչ բարձրությունից, որովհետև այնտեղ դու չես կարող կանգնել եւ ստոպ անել։ Դու չես կարող ասել դե վերջն բավական է։ Գիտես ինչ է նշանակում բավական բառը, երբ որ մենք ասում ենք բավական է։ Միլիարդներն հավաքում ենք, բայց դարձյալ բավական չէ։ Էլի, ասում եմ, տես ռուկը երկու քույրեր են, նրանք երբեք այրունը ծծելուց չեն կշտանում։ Նրանք անդադար ասում են էլի այրուն։ Սա է մեր մարդկային էությունը, որ մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում ընդհանրապես այն անդունդը, որ մենք շատ հաճախ չենք տեսնում։ Ուշ տանամ նրան այդ առոգանտ եւ ցինիկ պահվածքը։ Ես այնքան եմ սիրում այս ցինիկ բառը արտաբերել, որովհետեւ ինձ թվում է, որ իմ հայրենիքում երևի թե 70% ցինիզմով տարապում են շատ մարդիկ։ Ուշ տարավ նրան այն ցինիզմը, ուշ տարավ նրան այն հպարտությունը եւ առոգանսը, ուշ բերեց նրան այն եզրակացության, որ մարդու կյանքը Աստծոց բաժան այն լաբիլ է։ Ես չգիտեմ ինչ է նշանակում հայերեն լաբիլ, չկոտրվող երևի, այն հաղթահարելի, հա, մարդկային կյանքը առանց Աստծո լաբիլ չէ, սիրելիներ, անհույս է։ Մարդկային կյանքը առանց Աստծո անիմաստ է, մարդկային կյանքը առանց Աստծո ունային է, մարդկային կյանքը առանց Աստծո դամբարան է։ Դու հասկանում ես, որ դու ապրում ես մի դամբարան քո կյանքում։ Այն Լենինի մարմինը դամբարանի մեջ իմաստ ունի, ինչ որ մի բանն ազգում է, չի զգում, նույնն էլ դու ես։ Ես կարող եմ ասել, կարող եմ ասել, որ քո կյանքը դու դարձրել ես արդեն դամբարան, որովհետև այնտեղ ունայնությանց է, որը գրված է գրքի մեջ։ Այս աշխարհի մարդը չպիտի հեռանա մարմնով լիացած։ Այս աշխարհի ծնված ամեն մեկ անհատ, այս աշխարհից չպիտի հեռանա մարմնով լիացած։ Կասես ինչպես դե մի րոպե ինչու։ Այս աշխարհի մարդը աշխարհից հեռանալուց մեռնելուց առաջ պիտի ասի, որ Տեր, ես շնորհակալ եմ քեզանից, որ իմ հոգին լեցված է։ Որ իմ հոգին լեցված է, ես հեռանում եմ այս աշխարհից, սիրելիներ, ես արդեն 29 տարիներ աշխատում եմ ծերերի հետ եւ շատերին եմ հարցաքննել, շատերին եմ հարցրել, ես ուզել եմ հասկանալ նրանց հոգեբանությունը, թե ինչպես են նրանք մահանում, կամ ինչպես են նրանք փորձում մահանալ։ Եվ հավատացած եղեք, 70% ծերերը, որտեղ Եվրոպայում եմ աշխատում, նրանքից ասել է ես հոգևոր լիացած գնում եմ այս աշխարհից, բայց սա մարդիկ այն գեներացիան էր, այն որ դեռ Աստծուն ճանաչում էր։ Մարդը երբեք չի կարող այս աշխարհին իր կյանքը հանձնել եւ մարմնով լիացած գնալ։ Այդպիսի բան չկա։ Դու չես էլ կարող գնալ։ Դու պիտի ընդամենը լինես հոգևոր լիացած, դու պիտի ընդամենը այնպիսի մի հոգևոր կյանք ապրես, որ դու Տիրոջը խնդրես եւ ասես Տեր, որքան հերոսներ կային, որ ասում էին բավական է, բավ է, վերցրու իմ կյանքը, օրինակ Եղիան, երբ որ կարկերով Տերը հանեց նրան երկինք ձիերով, հրած երով եւ կարկով, ինչ էր ասում Տեր, ասում էր Տեր, բավական եմ համարում, որովհետեւ նրա կյանքը լիացած էր հոգևորապես մարդիկ, էլի եմ կրկնում, մարմնի ամեն կյանքի այս իրականությունը մեզ չի դնելու հաստատության վրա, այն շատ խորն է, գուբի պես խորն է։ Մարմինը չի կշտանում ոչ կրկից, ոչ հարստությունից, ոչ էլ հպարտությունից։ Սա է մեր իրականությունը։ Եվ հիմա ուզում եմ կարդամ առաջին Տիմոթեոսի գիրքը 6-րդ գլուխ։ 6-7 ասում է, բայց մեծ շահավաճառություն է իրավ աստվածապաշտությունը։ Ինչ է? Մեծ շահավաճառությունը, աստվածապաշտությունը։ Բավականության հետ միասին սիրելիս, սրանք բառեր են, սրանք մարգարիտներ են, հավաքիր սարքիր քեզ վզանոց մարգարիտներով եւ քիծ այն վիզդ, որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհս
եւ հայտնի է, որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանել։ Հասկացար հիմա։ Անկամ դու քո մարմինն ես թողել այստեղ, սիրելի մարդ, Սողոմոն։ Դու անգամ քո մարմինը այս աշխարհից չես կարողանալու տանես, դու հասկանում ես։ Հասկանում ես։ Հոգի ես եկել աշխարհ, հոգի էլ գնալու ես։ Ուղղակի այս մարմինը ժամանակավոր է։ Մարմինը ժամանակավոր է, ինչ որ մի Սողոմոններ, ուշադիր եղիր, ինչ որ մի Սողոմոն, հայտնի ամեն մի Սողոմոնյաններին հավատացյալ, որ ժամանակավոր աշխարհից տանելու ես ընդամենը մի հոգի, բայց այն դու չես տանելու։ Այն կամ կտանի սատանան, կամ կվերցնի Աստված քո հոգին։ Մարդ, դու մտածելու տեղիք ունես, դու ընդամենը մտածելու տեղիք ունես։ Դու չգիտես քո գլխին այսօր երեկոյան ինչ է գալու։ Մենք գիտենք 3-4 օրեր առաջ մեր հետ ինչ է կատարվելու։ Կարծես թե աշխարհի վերջը լիներ։ Բայց դե ես հանգիստ պարկած էի, ասում էի Տերին, նայում էի երկնքին եւ ասում էի Տեր, կարծես աշխարհի վերջը լինի, բայց դա ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, եթե ես քեզ հոգի ունեմ տալու եւ հանձնելու, դա ինչ կապ ունի իմ շուրջը, ինչ կկատարվի, մարդիկ։ Ես իմ նավակի մեջ ունեմ Քրիստոս, իսկ դու քո նավակի մեջ ունես Քրիստոս, եւ ջրերն էլ փոթորկված են մի փոքր։ Այս աշխարհի իրական հաճույքները, հոգևորապես եմ ուզում ասել, բավականության աստվածապաշտության մեջ է։ Մենք բավականություն ենք ստանում, որովհետև մենք հոգևոր կյանք ենք ապրում։ Մենք բավականություն ենք ստանում, որովհետև անգամ եթե ես կողքիս ունենամ ամուսին, ես գիտեմ, որ ես նվիրված եմ լինելու նրան մինչև իմ կյանքի վերջին վայրկյանը, ինչպես որ ես Քրիստոսին եմ նվիրված եւ նա իմ հոգևոր ամուսինն է։ Եվ ասենք ես սիրելիս, բավականությունը մարդ բավականություն է ստանում, երբ որ Աստծուն ունի։ Եթե դու Աստծուն չունես, ինչ էլ որ ունենաս մեկ է դու ոչինչ չես ստանա։ Ոչինչից դու գոչ ես լինի։ Գիտեք ինչ, սա նման է մի փոքր ավելի պարզեցնեմ ձեզ համար, սա նման է մի փոքր կարծես նարկոտիկի։ Երբ որ մարդ առաջի անգամ օգտագործում է այն, նա շատ բավականություն է զգում։ Բայց եւ որ այդ մարդը նույն այդ նարկոտիկը երկրորդ անգամ է ստանում, ինչ են մարդիկ իրենց դոզա տալիս եւ մահանում, որովհետեւ առաջի անգամ այն հաճույք ինչ որ նա ապրավ այդ նարկոտիկ օգտագործելուց, նա երկրորդ անգամ չի կարող ապրել։ Դրա համար ավելի մինչեւ որ կյանքը դնում է վտանգի տակ։ Եվ այսպես է կյանքի այս իմաստը եւ իրավիճակը, քեզ թվում է թե աշխարհը քեզ գիտես բազում հաճույքներ պիտի բաշխեվի, ոչ սիրելիս, մեկ օր էլ Սողոմոնի նման հասկանալու ես, որ ունայնության ամեն ինչ ունայն էր, ամեն ինչ, բացառիկ ամեն ինչ կարտա եւ տես։ Արեկակի տակին ամեն բան ունայն էր Սողոմոնի համար։ Խոսով եմ չէ շտապում։ Կաշտում եմ Մատթեոսի 16-րդ գլուխը։ Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, եթե կամենում է։ Հարց է, եթե մեկը կամենում է, ստիպված բան չկա, հա, կամքի ուժի վրա է։ Թող իր անձն ուրանա եւ իր խաչն առնե եւ իմ ետևից գա, որովհետեւ ով որ իր անձը ուզե ապրեցնել կկորցնե նրան, ուշադիր եղեք, եւ ով որ իր անձը կորցնե ինձ համար, ասում է Հիսուսը, կգտնե նրան։ Որովհետև ինչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհը ստանա եւ իր անձը կորցնե, կամ ինչ գին կտա մարդ իր անձը փրկելու համար։ Ամենաաշխարհի իմաստուն մարդը չկարողացավ ապրել իմաստուն կյանքով։ Ինչի մասին է խոսքը, մարդիկ։ Աշխարհի ամենաիմաստուն մարդը, երբ որ Հիսուս Քրիստոսը համեմատում է Սողոմոնին իրեն հետ, բնականաբար մենք հասկանում ենք, որ Հիսուսը ամենաիմաստունն է, թե որպես մարմնավոր, թե որպես հոգևոր, թե որպես Աստված եւ Աստծո որդի, բայց ամենաիմաստուն մարդը աշխարհի մեջ ապրեց մի անիմաստ, ոչ իմաստով լցված կյանք։ Հազարավոր առակներ գրող մարդու կյանքը դարձավ ինքը առակ։ Ինչու՞։
Ով գրեց երկոցը, սուվերեն սիրո երկը, բայց ապրեց հազարավոր կանանց սիրո սիրավեպեր, ովքեր դարձին նրա սիրտը Աստծուց։ Ես ասեմ քեզ, ամեն ինչ, որ Աստծուց հեռու է, քո սիրտը դարձնելու է քո Աստծուց։ Անկամ արհեստական ինտելեկտը ես զգուշացնում եմ եւ հորդորում եմ հավատացյալներին, ամեն մի հավատացյալ սկզբնակ թե տասնյակ տարիների։ Ես անգամ սիրելիներ, ես չգիտեմ այդ ինչ ինտելեկտ է, որ խոսում է քեզ հետ։ Ես անգամ չեմ համարձակում այնքան աստվածավախությունով եմ լեցված։ Ես վախենում եմ, որ հանգարց չլինի, թե իմ հեռախոսը ինչ որ միտեղ կպնեմ, դիպչեմ եւ այդ անիմաստ իմաստունը խոսի իմ հետ։ Հորդորում եմ ամեն մի հավատացյալների Հիսուս Քրիստոսի անունով, որ այս արհեստական ինտելեկտը ձեզ տանելու է Աստծուց շատ հեռու, որովհետև դուք ինքսինքյան զբաղվելու եք ու հասկանալու եք, որ ժամանակը նրան տվեցիք ավելի շատ, քան Աստծուն, ընդհանրապես հեռախոսի հետ էլ կախված։ Եվ հիմա Ժողովող 18:8-ից 10 եմ կաշտում։ Ութից 10-ը։ Իրավ, ասում է Ժողովող 5-ը Սողոմոնը, եթե մարդը շատ տարիներ էլ ապրե, նրանցում թող ուրախանա, բայց թող հիշե խավարի օրերը, որ շատ են լինելու։ Ինչ է հիշե։ Խավարի օրերը, որ շատ են լինելու մարդիկ։ Ամեն ինչ որ պիտի գա ունայն է։ Ուրախացիր երիտասարդ։ Նա ինչ է ասում, նա իր ապրածը տալիս է այն երիտասարդին, որ ինքը իսկ նույն ձևով ապրել է, բայց այսօր նա մեզ տալիս է այն գիտությունը եւ հասկացողությունը, որ մենք այդպես չապրենք։ Ուրախացիր երիտասարդ քո մանկությունով է եւ թող զվարճացնե քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերումը եւ գնա քո սրտի ետևից։ Քո սրտի ճանապարհովը կներեք եւ աչքերիդ նայված քովը եւ իմացիր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։ Եվ տրտմությունը հեռացրու սրտիցդ եւ դեն առաջարությունը մարմնիցդ, որովհետեւ մանկությունը եւ երիտասարդությունը ունայն է։ Մարդիկ ունայն է։ Ամեն ինչ անցնում է մեր կյանքում։ Ամեն ինչ անցողիկ է մեր կյանքում։ Մեր կյանքում անցողիկ է երջանիկ պահերը, մեր կյանքում անցողիկ են դժբախտ պահերը, բայց մնայուն է միայն շատ մեկ կարևոր բան՝ քո կյանքը ձևակերպել Աստծո հետ։ Իմաստունը ցանկացավ թերևս ոչնչացնել Սողոմոնը քո կյանքում այն ուղղությունը, որտեղ անդունդ է առանց Աստծո է, թերևս նա ցանկացավ, որ դու այդ անդունդի գուբը չընկնես եւ նա որոշեց, որ այս խոսքերը Ժողովողը նա պիտի գրի միայն ոչ թե նրա ապաշխարանքի համար, այլ մեր կյանքի փրկության համար, բայց ինչպես հասկանանք այս իմաստունի հոգեբանությունը, եթե նրա գրվածքը չենք կաշտում մենք։ Կաշտացեք մարդիկ, բոլորովին կաշտացեք 12 գլուխները եւ հասկացեք ինչ է ասում նա։ Ճանաչիր այս վտանգավոր իրավիճակը, չարի ձեռքերում, որը տանում է չարի ձեռքերում։ Այս իրավիճակը սիրելից Աստծուց չէ։ Եթե ինչ-որ մեկը կարող է ասել ես Աստծուց եմ հարուստ, Սողոմոնն էլ էր Աստծուց հարուստ, բայց նրա դժբախտության պատճառը դարձավ իր հարստությունը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ հարստությունը ինքը իրանով իշխողություն ունի, որի անունն է Մամոնան, եւ Մամոնայի հետևում կանգնած է Սատանան, եւ Սատանան է, որ իր հարստությունով փոխում է մեր մարդկային սրտերը, որպեսզի մենք Աստծուն չհնազանդվենք։ Եվ այն տարավ տանում է մեզ, այն ամբողջ իրավիճակը տանում է մեզ հոգևոր մահվան, հուսալքության, հոգևոր անկման։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Գիտեք, որ մարդիկ այս վիճակի մեջ ինքնասպանություններ են գործում։ Անգամ սիրելիներ հավատացյալները։ Ես բազում դեպքեր եմ լսել, որ հավատացյալներն ուզեցել են իրենց կյանքերները վերացնեն, բայց այդ պահին Աստված միջամտել է, որ նրանք իրենց կյանքը պահել են իրենց ձեռքերում։ Ինչու հուսալքվածություն։ Ես այսօր հավատացյալ գիտեմ, ով որ տասնյակ տարիներ Աստծո խոսքի մեջ է, բայց նա կախված է հոգեմետ դեղերից։ Ես այսօր հավատացյալներ գիտեմ, ովքեր կախված են հոգևոր մարդիկ, ովքեր որ կախված են գինեմոլությունից, մարդիկ, ովքեր կախված են չասեմ,
Այդ չասեմ, ավելի հարիշ չի իմ բերանին այդ բառերն ասեմ, բայց դրանք հավատացյալներ են, ովքեր որ հոգևոր շնություններ են գործում հավատացյալի հետ եկեղեցիներում, հոգևոր հովիվներ, ովքեր որ շնանում են եկեղեցիներում, ասեմ քեզ, սա մենակ աշխարհի մարդը չէ, հավատացած եղի, հավատքի մեջ ավելի շատ են այս իրավիճակները, որ Աստված եկեղեցիներին հրահանգ տվեց, քան դե աշխարհի մեջ։ Գոնե ինչ-որ միտեղ աշխարհի մեջ կարող ես ասել, դե այս մարդը Քրիստոսին չի ճանաչում։ Բնականաբար է, որ նա պիտի այսպեսին լինի, բայց այն մարդը մատնացույց եմ անում, ով տասնյակ տարիներ դա կարող ես այսօր դու լինել, լսիր ուշադիր։ Տասնյակ տարիներ ժամանակն է բաց թողնես, որովհետև այն քեզ տանելու է հոգևոր մահի։ Եվ այն ամենը կարող ես դու Հիսուս Քրիստոսի խոսքով, հուսալքություն եւ հոգևոր անկում այն լուծումը դու կգտնես հավատքի վստահության Աստծուն ճանաչելու եւ նրանից կախված լինելու ընթացքում։ Նորից կրկնեմ, հավատքի վստահության, եթե դու հավատք ունես, ապա ունես վստահություն ում հանդեպ, չասեմ քո դրացի հանդեպ, Աստծո հանդեպ։ Եվ վստահությունը Աստծուն ճանաչելու եւ նրանից կախված լինելով դու կարող ես քո կյանքը լիարժեք ապահովես Աստծո թևերի տակ։ Աստծուց կախված լինելով դու կարող ես կախվել երկու ծառերից, մեկը կամ չարի ու բարի պտղի ծառիցը կամ կյանքի ծառիցը։ Կախվածություն է սա, մարդիկ։ Մենք որ ասում ենք, նարկոտիկը կախվածություն է, այն կախված է սատանայից, չէ՞։ Եվ որ մենք ասում ենք, այս մարդը կախված է Աստծուց, ապա նա ապրում է բարեկեցիկ կյանք։ Նա կարող է չլինել 100%-անոց Քրիստոսի նման, բայց նա փորձում է 100%-ով նմանվել իր Տիրոջը։ Եվ սա է բարեկեցիկ կյանքը, նա փորձում է թերևս նմանվել։ Ասում է, ես ուզում եմ այս ծառայողին նմանվել, ես ուզում եմ Բենիհինին նմանվել, ես ուզում եմ, չգիտեմ, այս երգիչի նմանվել, ոչ սիրելիս, ես ուզում եմ նմանվել Հիսուս Քրիստոսին, ոչ մեկին։ Որովհետև նա սուվերեն է եւ նա գործում է քո մեջ իր սուվերեն ամեն մի իրավիճակները նա դնում է քո մեջ եւ ես չեմ քարոզում ինչպես որ այն կինը ես քարոզում եմ ինչպես որ Սուրբ Հոգին ինձ օգտագործում է այս ամբիոնի վրա ինչպես որ ինձ շարժու քայլել է տալիս ինչպես որ խոսում է նա ինչպես որ օգտագործում է այս իմ ձեռքերը որ ոչ չեմ էլ կարող հանգիստ պահել նա օգտագործում է ինձ սուվերեն կերպով Քանզի ես ոչ մեկի նմանվել չեմ ուզում, ես ուզում եմ նմանվել ում իմ Հիսուս Քրիստոսին։ Ինչ որ մեկը կարող է ասել ամեն, ես ասում եմ։ Մի հավաքիր սերմի հատիկներ չորացած, այն սերմի հատիկները մի հավաքիր կիլոներով եւ պայիր քո տան մեջ, քո մարմնի մեջ։ Քեզ պետք է այն մեկ սերմի հատիկը, որը որ դու պիտի գցես հողի մեջ։ Հասկացար։ Հատիկներ պետք չեն քեզ սերմի, քեզ պետք է մեկ հատիկը։ Այն կգցես դու հողի մեջ եւ այն մահանալուց հետո նոր ծիլ կտա եւ դու կհասկանաս, թե ինչ է նշանակում իրական հավատացյալ ինչ որ մեկ մարդի քրիստոնյա անձի կյանքը եւ դա նշանակում է այն, ինչ որ Հիսուս Քրիստոսը ինքը խոսեց Հովվաննու ավետարանի մեջ 12-րդ գլուխ 24-25 Ասեց Տերը Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի շատ պտուղ կբերե։ Իր անձը սիրողը անձնասերներ կա ինչ-որ մեկը, ով որ իր անձը ամեն ինչից վեր եւ վեհ է սիրում։ Այս անձնասիրության մասին է խոսքը։ Իր անձը սիրողը կկորցնե նրան եւ իր անձն ատողը այս աշխարհկումը հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Թյուր գաղապար, թող որ հասցնեմ, թող որ ապրեմ այս կյանքում ամեն ինչը, թող որ հագնվեմ ամենալավը, թող որ սնվեմ ամենալավից, թող որ ճաշակեմ ամենաբարի հաճույքները մարմնավոր, բայց 70-80 տարեկանում հասկանում ենք, որ ունայն է այդ ամենը, բայց երբ որ ապրում ենք ի սկզբանե Աստծով եւ Աստված մեր մեջ դնում է որն է բարին։ Աստված իմ կյանքում դրել է իմ բարին, սիրելիս։ Ինչ որ մեկը ինձ հարցնում է, ասում է, ինչ է, արկելք է հանդիսանում հավատքի քեզ ամուսնանալու ոչ։ Ես ամեն պատահակած
կյանքիս ելևէջների մեջ կարող եմ ամուսնալել ինչ-որ մեկ հավատացյալ տղամարդու հետ։ Դա իմ Տերը ինձ չի արգելել։ Դա չի արգելում նաև Աստվածաշունչը, բայց արգելում է իմ անձնական հոգին իմ մեջ, քանի որ ես ծնվել եմ եւ հասկացել եմ, որ իմ մեջ այս ծնունդը տեղի է եղել Տիրոջը քարոզելու եւ նրա համար ապրելու համար։ Դու հարց կտաս, ես էլ կպատասխանեմ, ոչ, ես իմ կյանքը Հիսուսին եմ նվիրել։ Ես իմ Տիրոջ հարցն եմ։ Եվ ես ցանկություն չունեմ աշխարհիկ թեպետ, որ Աստված սիրում է ընտանիքը, բայց ես սիրում եմ Քրիստոսին, այսպես ասեմ, սիրելիներ, որ հասկանաք, եւ սա կարեւոր է մեր կյանքում, թե ինչով ենք ապրում եւ ումով ենք ապրում։ Ամեն ինչ Աստծո բարեկեցիկ է, ամեն մի ընտանիք, ով որ Աստծուց է սնվում, հիշում եք այն պիրամիդը, որտեղ Քրիստոսն է եւ այս աջ եւ ձախ կողմը զույգերն են, նրանք երկուսը Քրիստոսից են սնվում եւ բնականաբար նրանց ագապե սերը միացնում է իրենց եւ այս ագապե սերը կարևոր է։ Ընտանիքները պիտի սնվեն այն ագապե սերից, որ շատ գեղեցիկ է եւ երբ որ այն մենք ունենք, մենք այլևս չունենք ցանկություն աշխարհի այս բացություններին հետամուտ լինել։ Սա է կարևորը։ Եվ աշխարհը մեզ տեղին բղծում է այսօր, բղծում է մարդիկ։ Եթե մարդ առաջի անգամ սպանում է, երկրորդ անգամ նրան այնքան հեշտ է դառնում սպանություն գործելը։ Եթե մարդը առաջի անգամ կինը թե տղամարդը պոռնկանում է, երկրորդ պոռնկությունը նրան հեշտ է ստացվում։ Եվ այսպես սատանան ասում է, դիասում է, ինչ վատ բան կա դրա մեջ, որ ոչինչ։ Եկեք մեր սկզբունքը անենք իրական Քրիստոսը։ Մեր սկզբունք անենք հավատքը, դա կապ չունի թե ինչ կերպ մենք կապրենք, բայց ապրենք Քրիստոսով։ Կարող ես դու դրան համամիտ լինել եւ ասել, իրականում ես կախված եմ Քրիստոսից եւ հասկացել եմ, թե նա ինչպես է ինձ երջանիկ արել։ Երջանիկ եմ ես մարդիկ։ Քրիստոսին ունեմ, առաջնահերթ, նա իմ առաջինեկն է, նա իմ կյանքի առաջնորդն է, նա իմ կյանքի ետին խարիսխն ու սարն է։ Նա իմ ապավենն է, նա իմ վեմն է, նա իմ փրկությունն է, նա իմ հավիտենական կյանքն է եւ նրանից հետո գալիս է իմ կյանքի մնացած քայլերը ապրելու, որ ես կամ դու Սողոմոն կամ Սողոմոնյաններ կապրեք Հիսուս Քրիստոսի անունով ճշմարիտ մի բարեկեցիկ քրիստոնեական կյանք։ Սա է ուզում ես ասել, մեր Սողոմոն եղբայրը, որ մեծն հույս ունեն, որ նա երկնքում է։ Եվ ես մեծ սիրով մեկ օր նրան կհարցնեմ, կասեմ, պարոն Սողոմոն երկնքում, ինչ է, բավարարություն չունեիր 10 կանանց մեջ։ Ինչու էր քեզ պետք 1000-ը։ Ինչ է մարդ, չես բավականանում դու քո հարստությունով, չես բավականանում քո պղծությունով կյանքի։ Ինչու ես ուզում կյանքդ պղծել, որպեսզի դատաստանը քո վրա շուտով հասնի։ Սրբություն է պետք, մարդիկ, Աստված մեր մեջ դրել է Սուրբ Հոգին, Աստված մեր մեջ դրել է իր աստվածային հոգին, որ կարող է միայն սուրբ լինել, բայց քանի որ մեր մեջ հոգին առաջինն է մահացած, եկեք այն հոգին վերակենդանացնենք Հիսուս Քրիստոսի անունով եւ ապրենք մի երջանիկ կյանք Տիրոջով։ Ես հույս ունեմ, որ ձայնս կբավականեցնի վերջին երկրպագությունը Տիրոջը տալ։ Քեզ բարք Տեր իմ Հիսուս, օրհնյալ իմ Աստվածս։ Սրբացրում ես Տեր, սրբացրում ենք, ուզում ենք այդ, մենք ուզում ենք քեզանից կախված լինել Տեր։ Եկել օքսրս վրացրում Արդաս ողաչքերս չորացրում Անգացիս քո խաչին վրցրացրում Մեռած եմ նոր
կյանքով ապրեցրում եկել եմ օքսրս վերցրում արդասվող աչքերս չարացրում անկացիս քո խաչին բարձրացրում մեռած եմ նոր կյանքով ապրեցրում խոստումիդ համաձայն քեզ եկա սուրբ խաչիդ հովանոդակ մտա ներիրին սիրիրին զուգաթա անկացիս մեռացիս անկացիս մեռացիս ողրիմատեր առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ կյանք չկա կենարար այրունա ցողեցրում նորոգիրոգինի զորացրում մեղքերս ինձանից հեռացրում և ինձ քո ներկայությամբ լցրում կենարար այրունա ցողեցրում նորոգիրոգինի զորացրում մեղքերս ինձանից հեռացրում և ինձ քո ներկայությամբ լցրում խոստումիդ համաձայն քեզ եկա սուրբ խաչիդ հովանոդակ մտա ներիրին սիրիրին զուգաթա անկացիս մեռացիս ողրիմատեր առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա կյանքը դու ես ճշմարտություն դու ես Տեր ճանապարհը դու ես հավիտենությունը դու ես Քո աշակերտը քեզ հարցրեց, ասեց. Մենք չգիտենք, թե դու ուր ես գնում։ Տեր Հիսուս, դու նրան ասեցիր ճանապարհը գիտեք, քանզի ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ինչ որ մեկը թող ասի ամեն։ Հիսուս, Եվս մեկ անգամ Տեր, լցրեցիր դու իմ հոգին, Եվս մեկ անգամ հասկացա ես մեկ կարևոր հանգամանք, որ առանց քեզ կյանք չկա Տեր, կյանք չկա, եթե կյանք կա, ապա դու երբեք աշխարհ չէիր գա, դու աշխարհ եկար,
որովհետև դու աշխարհին տվեցիր կյանք, որովհետև աշխարհը կործանված էր, աշխարհը փլուզված էր, աշխարհը դժոխքի կապանքների ձեռքերի մեջ էր, աշխարհը թաթախված էր, սատանայի եւ թաթախված է դեռևս ճիրաններով, աշխարհին դու պետք ես Տեր, դու եկար աշխարհ եւ ես ուզում եմ քեզ ի փառքն, ուղղակի մեծ փառք տալ Տեր Հիսուս, որ դու քո տաքուկ իրական գիրկը թողեցիր, ես այն գերագնահատում եմ Տեր, ես այն գերագնահատում եմ Տեր Հիսուս, քո քայլերը, ծնվելուցդ մինչև քո հարությունը, ես ապրում եմ այն, եւ փորձում եմ ապրել այնպիսին, ինչպիսին դու ապրեցիր այս երկրի վրա, Տերի, դու ցույց տվեցիր մեզ ճշմարիտ ճանապարհը, դու ցույց տվեցիր մեզ ճշմարիտ հավատքը, դու ցույց տվեցիր մեզ ճշմարիտ երջանկությունը Տեր, եւ ես կամ մենք կամ բոլորս փառք ենք տալիս քեզ, հավիտենության Հայր, զորած Աստված, Տերերի Տեր, ամենից վեր, հռչակում ենք, մեծարում ենք քո սուրբ անունը Տեր Հիսուս այս վայրում, տալով քեզ հավիտյանս հավիտենից փառք, 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 պատիվ, զորություն եւ մեծությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունով, ամեն, քեզ հալելույա եւ քեզ մեծն, փառք իմ Տեր։